Սովետ ջան, ու ես գումարով չեմ արել։ Չէ, ես փողի նկատի չունեմ։ Դու էլ ես պաղպաղակներից սիրը։ Հարտակնելա գիտես, չես մարտինաներից առը, մենքան առել արդեն մենք էլ ենք սկսել սիրել, բայց ես վրազ եմ գնա։ Չէ, դե տենց չեղավ։ Դու տեղին գործ արեցիր, գոնե այս պաղպաղակը միջև վերջ կեր, որ ես ինձ ված չզգամ։ Չնեղվեմ էլի։ Իրական եմ գիտես, չէ, ես նրանցից չեմ կերել։ Ես միշտ այն սենդվիչներից եմ կերել, էլի։ Ճանապարհին կուտեմ էլի, ես գնացի վրազ եմ։ Ինձ հետ ավելի հետաքրքիր չի։ Հետաքրքիր է, ուղղակի տղաները սպասում են, էլի աշխատանքի ենք, դե մի վրազ ենք։ Այնքան շնորհակալ եմ քեզ։ Ճիշտն ասած, ինձ 16 տարեկան եմ զգում։ Այ Սովետ ջան, ես ինձ 16 տարեկան չեմ զգում, դու որտեղից գաս։ Նկատի ունեմ, դե 16-ը որն է, էլի, դու 17, մաքսիմում 17 ու կես, էլի։ Հա, պապա, ամեն ինչ լավ է։ Այս ամիս էլ ստեղ կմնանք։ Էդ ուզում ես ասես, որ մյուս ամիս հետ ես գալու։ Հա, բա ոնց։ Արդեն հավանած աղջիկ ունեմ։ Հա։ Էդ ով է։ Դե ամեն ինչ լավ կլինի կիմանաս, էլի։ Ամեն անգամ նույն բանն ես ասում, տղա ջան։ Պապա, այս անգամ ուրիշ է, էլի։ Համ էլ արտակին օգնելու բան կա, այս ամիս կմնանք, որ օգնենք։ Մերը ասում է տակ կհակնվես։ Այն գլխարկն էլ կդնես։ Մամային ասա, որ են իրա գործը ջիլետը հակս է միշտ։ Այ տղա, այդ ջիլետը հիմա իմ հակին է։ Պապա, դե դու իրան տենց հասա, էլի։ Լավ, պապ, հետո էլի կզանգեմ։ Լավ։ Անհանգիստ են։ Հա, էլի։ Քուգո ափսոս որ Ստելայի հետ տենց եղավ։ Ոչինչ։ Այս անգամ տենց չի լինի։ Հաստատ։ Անունն ինչ էր այդ աղջիկը։ Չգիտեմ։ Բայց ասես որ մենք էլի կտենանք իրար։ Տենասով է։ Երևի տեղի մատուցողուհիներից է։ Քուգո բիզնես քեզ խորհուրդ։ Դες մի անգամից մի տրամադրվի, հա։ Արտակ հանգստացի, էլի դու էլ հո գալուն չես։ Կարող է երեխա եմ չգիտեմ ինչ եմ անում։ Լավ։ Դե եթե ինչ-որ բան պետք լինի, անպայման կասես, հա։ Դա անպայման կասեմ։ Բարև ձեզ։ Բարև Տաթևիկ ջան, ո՞նց ես։ Լավ։ Մերսի։ Գործից ես գալիս։ Գարո, իսկ դու այսօր ուշ ես գալու։ Հա, որ ուշ եմ գալու։ Ես գնացի։ Ախր այնքան մոտ էին իրար կանգնած։ Սվետը ցերեկն էլ էր այդ երեխեքի դուրը ծեծում։ Անգիշ չի թողնելու։ Դե իրանց խելքից է։ Ով էր Գարոյին ասում նման խաղ սկսել։ Դե ստիպված են արել։ Չնայած չեմ արդարացնում։ Ուղղակի Սվետն է մեղք։ Հիմա երևի ինչ ասես երևակայել է։ Մտովի Գարոյի հետ ամուսնացել է։ Ճիշտ ես ասում։
Բայց Սվետն էլ է մեղավոր։ Ասա հասուն կին ես, դու չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Հա, բայց կարող է այս իրավիճակը իրան ձեռք տալիս։ Բայց մի րոպե, դու ինչ ես խառնվում։ Ախպեր, ես ասում եմ, որ չէ, ես Սավետի հետ չեմ կարող ասեն շարունակել։ Կդիմանաս։ Հա դե չէ էլի։ Տաթևիկն էլ տեսավ այնա խայտարակ եղա։ Տաթևիկն ինչ կապ ունի։ Եկել եք տղեկ։ Հա, ասեցինք մի ժամ շուտ գանք հասկանանք ինչ ենք անում։ Ապրեք, դե ես դուրս եմ գալիս մի քոնց տեղա կբացատրի ամեն ինչ։ Լավ մարդ է, հա։ Դες միանգամից մի տրամադրվի։ Դուք էլ միանգամից բոլորի մասին վատն եք մտածում։ Եկեք։ Տղեկ ասում եմ, տենաս դե շատ մարդ հա հավաքվում։ Հա, ես մի երկու անգամ եղել եմ ստեղ։ Նաս եկել է արդեն։ Ով, այն աղջիկը։ Հա, արտակ մատոցողոհիներ արդեն եկել են։ Հեսակը ճիշտ է։ Տղեկ, լավ է որ շուտ եք եկել։ Դե հա, մենք հիմնականում շուտ ենք գալի։ Ասացին գանք մի հատ հարդարվենք, հագնվենք էլ։ Նիկո չեն եկել մատոցողույները։ Դեռ չէ, բայց մի կես ժամից կգան։ Հիմա պարուհիները պետք է փորձանան։ Եկեք գնանք չխանգարենք։ Տղերք հենա եկավ։ Բայց չեմ հասկանում, թե ինչի է ստեղ բանը։